Երևանը, Վաշինգտոնն ու Բաքուն համատեղ հայտարարություն են տարածել օգոստոսի 8-ի փաստաթղթերի մեկամյակի առիթով։ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ադրբեջանի իշխանությունները պնդում են, խորը հպարտություն կա այն ամենում, ինչին հասել են այս տարվա ընթացքում եւ Հարավային Կովկասն այժմ ավելի բարգավաճ ապագա ունի։ Մեր արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության տեքստում Երևանն ու Բաքուն շարունակական հաջողության հիմք են անվանում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է։ Ադրբեջանից 20,000 տոննա նավթամթերք է եկել Հայաստան եւ համացանցային կապի մասին համաձայնագիր են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը։ Երևանը, Վաշինգտոնն ու Բաքուն շարունակական հաջողության հիմք են համարում նաեւ այն, որ իրենց ձևակերպմամբ թրիփը տեսլականից դառնում է իրականություն։ Թրիփը առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ, այլ ոչ տնտեսական։ Ապրի Արմենիայի վերլուծաբանները, որ 17 էջանոց զեկույց են պատրաստել մեր տարածաշրջանի հաղորդակցության ուղիների վերաբերյալ, համոզված են միայն թրիփը բավարար չէ կայունության ամրապնդման համար։ Մեզ պետք է երկ դեպի միջերկրական ծով եւ Պարսից ծով։ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով վտանգավոր է միայն թրիփի գործարկումը, եթե հաղորդակցության մյուս ուղիները չեն բացվում, այդ դեպքում ըստ նրա մեծանում է Հայաստանի տնտեսական մեկուսացման ռիսկը։ Կարող է լեգիտիմացվի փաստացի Հայաստանի բլոկադայի ձևաչափը, եթե միակ թրիփը տեղ ունենում, իսկ մնացած ճանապարհները բացվում են կամ չեն բացվում կամ բացվում են եւ կարող են մասամբ այլ երկրի կողմից փակվել։ Վերլուծաբանները նաև միջազգային գործընկերների կարծիքներն են լսել, ադրբեջանցի փորձագետների հետ զրույցներից հասկացել են, որ թրիփը իրենց երազանքի նախագիծը չէ, բայց դժգոհել չեն։ Սա այն չէ, ինչ, այսպես ասենք, ադրբեջանցիների լավագույն ցանկություններն են։ Եվ մեր շփումների ընթացքում դա հստակ արտահայտվում է, որ թրիփը չի բավարարում ադրբեջանական կողմի ցանկությունների 100%-ով, բայց ամեն դեպքում նրանք ասում են, որ եթե տոկոսային հարաբերությամբ փորձեն նշել, որ թրիփը իրենց բավարարում է 60-70%-ով։ Թրիփը ինչ-որ իմաստով թուրքերին է ոգևորել։ Բենյամին Պողոսյանի խոսքով Թուրքիա-Ադրբեջան գործող ճանապարհը, որը Վրաստանի տարածքով է անցնում, շատ երկար է։ Եթե կառուցվի Թրամփի ուղին, մի քանի անգամ կկրճատվի եղբայրական պետություններն իրար կապող ճանապարհը։ Թուրքիան բավականաչափ դրական է տրամադրված թրիփի նկատմամբ։ Որոշ թուրք փորձագետների սակայն անհանգստացնում է այն փաստը, որ Վաշինգտոնը ամրացնում է դիրքերը այս տարածաշրջանում։ Թուրքական որոշ փորձագիտական շրջանակներ մտահոգություններ ունեն, որ փաստորեն, այսպես ասենք, մենք առնվազն 49 տարի պետք է հաշվի նստենք Միացյալ Նահանգների հետ այս ճանապարհը օգտագործելու համար։ Դա նաև իրանցի փորձագետների դժգոհության պատճառներից է ըստ հայ վերլուծաբանների։ Իհարկե մտահոգված են Միացյալ Նահանգների հնարավոր ներկայությամբ, որը գուցե նույնիսկ ռազմական չլինի, ապա կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով։ Սերգեյ Մելքոնյանը նկատում է, 1 տարի առաջ Իրանից թրիփի մասին դրական ազդակներ հնչում էին։ Այս տարվա մարտին բռնկված պատերազմից հետո Իրանի թե պաշտոնական, թե փորձագիտական շրջանակներից միայն բացասական հայտարարություններ են հնչում թրիփի մասին։ Հիմա իրանական պաշտոնական մակարդակում դրական հայտարարություններ չենք տեսնում, լավագույն դեպքում կարող ենք տեսնել չեզոք հայտարարություններ, իսկ հիմնականում բացասական։ Դրական գնահատականներ չկան նաև Ռուսաստանում, թեև Մելքոնյանի խոսքով տեղի վերլուծաբանները պնդում են, Մոսկվան դեռ վերջնական դիրքորոշում չունի Թրամփի ուղու մասին։ Ըստ ռուս փորձագետների Կրեմլը ինչ-որ դեռ անհայտ տնտեսական իրադարձության է սպասում։ Ալբերտ Սերոբյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։